Պարծիս դագեն հացը կողցողը ով էր, Սմսեղուկ Թորոս։ Եկար, ինձ մե ավելի ցավեցար, Ենովքին վրա գասկածեցար, առաջարկեցիր, որ երթանք միասին ձեձենք Ենովքը։ Քացինք, ձեձեցինք։ Բայց 30 դարի ետքն ալահա ցայն մգսե ներսես, թե ձեձը ուդողը Ենովքը եղավ թեև։ Հացս ուդողը թուն է իր սակայն։ Գիտես, թե ինչ չարիք կործեցիր այդ անխիղճ արարքովդ, անզկամ Թորոս։ Ամբողջ օրը անոթի մնալուս հաշիվը չէ, որ կբահանչեմ քեզ մե այսքան դարի ետք։ Անարդար գերբով Ենովքին երեսը ջանգելս չէ, որ խղճի խայտ կուդա ինձի։ Ի վերջո արդարության բեսփանի մգրնամ նմանցնել ընթացքս, բնթելով, թե իրավունք ունեի կողծված հացիս համար ամեն ինչ ընելու։ Բայց այդ օրենի վեր քեշ փիլիսոփայություն մփույն թրավ մեջս եւ աջելով ու ամրանալով դարձավ նեղացուցիչ ունակությունմա։ Քեզ մեզ օրվեցա, թե փան մնալ պետք չէ բահել, քանի որ Ենովքմը կամ Թորոսմը գրնան քողնալ։ Դրամին արժեքը սեփականության գշիրը երբեք չգիտցա, ու սովորությունների վաղվան մասին չմտածել։ Ու բադահեցավ, որ երբ դրամ ունենամ, անմիջապես ծախսեմ կամ ընկերոջմը քիրքը դբեմ, եւ իմ քիրքս տբելու ադեն թուղթի համար ուրիշներեն դրամ փող առնեմ։ Ահա թե ինչ չարիք կործեցիր Պարծիս դագեն հացս քողնալով, քող Թորոս։ Ուր ես, ուր մնացիր։ Գրցար իրականացնել մեծ երազդ, որուն շքեղ պատկերը քծեցիր աչքերուս առջև, երբ Ենովքին հաշիվը մակրեցինք ու նստանք խսիրին վրա, ես անոթի ու տխուր, թուն բերջախոս եւ խանթավար, մեծնալ, թրամ շահիլ, հաց քնել, հսկա դաշտ մջերմակ հաց պահել դունիտ մեջ եւ ուդել մինչեւ իրիգուն, ուդել մինչեւ առավոտ ու Ենովքին կողշուն, այս չափ չդալ։ Ցուցամադիտ ու փթամադիտ եղունքներուն միացած գետներ Ենովքին զլացած բաժինդ։ Ինչ եղավ քու բաժինդ կյանքեն։ Ուր ես, Թորոս, ուր է Ենովքը, ուր են մյուսները։ Գաբրին թե մերան, ջերմակ է իրենց հացը, թե սև, գուշտ կբարգին, թե անոթի։ Լևոն մտեսա Միլանոյի մեջ, Դուոմոյի հրաբարագին վրա, միզարանին սանտուխներուն դակ գոշիկ կներգեր, ճանչցավ զիս ու դվավ անունս։ Ես չհիշեցի իր թեմքը, բայց պատմածներեն որոշ էր, թե մեզ մե էր։ Օրը 10 ժամ գոշիկ կներգեր ու շահածին գեսը դեղվույն վարձք կուդար։ Հստակ կերպով հայտնեց, թե իր ներգա թիրքը միզարանին սանտուխներուն դակ պիտի չուզեր փոխել որփանոցի ծրի հացին հետ։ Ուրիշի մը հանդիպեցա Փարիզ, իսկույն ջանչցանք իրար։ Մեր սենյակը վերջին շարքին ամենեն ձայրը բարգող Հակոբը։ Հարուստ էր, զավակներ ուներ եւ ֆրանսացի աղվոր կինմա։ Հայերենը քեշ կխոսեր ու ֆրանսերենը ավելի քեշ։ Իր բազմաթիվ մոնվիոներով արդահայտած հիմնական միտքը այն էր, որ երբ պատերազմը ձաքի դարձյալ եւ ռումբերը սկսին դեղալ, երանի թե ամենեն խոշորը ինա մեր որփանոցին վրա։ Ամեն դեղ են անոնք, մանկություն չունեցող ընկերներս։ Մեծահարուստներ կան անոնց մեջ, թշվառներ, արվեստակետներ, հաչողածներ, վրիբածներ։ Կյանքը քաղնիկ չունի այլևս անոնց համար։ Օրերը բադրանք չունին, երջանկությունը հմայք չունի, որովհետև մանկություն չունին։ Մորթված է անոնց անմեղությունը գանուխեն, ցամքած է անոնց սկացումներուն հորդ աղբյուրը հերավոր օրմը, բաղ թժողքիմը հադագը։ Կերթան, գուքան, գվայելեն, բայց կոդրված, խաթարված բան մը գա անոնց մեջ, անդեսանելի խարանի մը հետքը անոնց մռայլ ջագատներուն վրա։ Որբեր են, հայ որբեր, այն մարդիկը երկրակունթի մարդոց մեջ, որոնք կադեն իրենց մանկությունը։